Որն է արդյոք ուժեղ Հայաստանին գլխատել է Դա պարոն։ հիմնավորում է լիազորությունները չստանձնելով, այսինքն այս հակասությունը ինչպես է, որ այստեղ կա հակասություն, դուք ասում եք, որ դրանք գրեթե նույնն են, հա, երբ որ վկայական է ստանում, որ պետք է падգամավոր, իսկ Վահագն Հովակիմյանը ասում է, դրանք նույնը չեն։ Կներեք, ես շնորհակալ եմ, որ դուք ասում եք, դա ես եմ ասում, բայց իրականում դա ես չեմ ասում, դա Սահմանադրական դատարանն է ասում, որ падգամավորի կարգավիճակ ունեցող անձին անձնական ազատությանը միջամտել չես կարող, այսինքն ազատազրկել չես կարող, կալանավորել չես կարող, հենց Վահագն Հովակիմյանը ներողություն եմ խնդրում իհարկե, կարող է որոշ մեր հայրենակիցների համար իրավունքի մեկնաբանման աղբյուր էլ նույնիսկ ինքը հանդիսանա։ Սահմանադրական դատարանը չի ասում լիազորությունները ստանձնած, ասում է падգամավորի կարգավիճակ ունեցող։ Պարոն Պարտևային, Պատկերացրեք, Սահմանադրական դատարանի դեպ Սահմանադրական դատարանի որոշումը նույնիսկ Վահագն Հովակիմյանի ցանկությունների դեպքում էլ ստացվում է, որ այս գերակայում է։ դատախազությունն ու կենտրոնական ընտրական հանձնաժողովը զուգահեռ ապօրինություն են թույլ տալիս։ Գիտեք, Ձեր գնահատականն եմ չէ, դա ակնհայտ է։ Այսինքն ես ուզում եմ պարզապես ձեզանից յուրաքանչյուրը մեկ հարց տա։ Նույն կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, նույն անդամներն են հանձնաժողովի, մի քանի շաբաթ առաջ ասում են մենք վերադարձնում ենք, մենք այլևս անելիք չունենք այս հարցի հետ։ Կգնաք հետագայում ազգային ժողով կամ պայմանական, եթե անձը չի էլ հանդիսանալու падգամավոր, դե սահմանափակում չկա էլ, այսինքն ԿԸՀ դիմելու անհրաժեշտություն չկա։ Այս հիմքով ԿԸՀ-ն վերադարձրել է մի քանի շաբաթ առաջ։ Հիմա նույն ԿԸՀ-ն ասում է չէ, մի վարքյան, մենք անելիք ունենք։ Ներման փոփոխությունները որպես կանոն ինչի մասին են հուշում։ Մի քիչ ուրիշ երևույթների։ ԿԸՀ-ն մերժեց դատախազությունը դրանից հետո ինչ գործողություններ ձեզ Շատ- արել, Շատ հետաքրքիր հարց եք տալի։ ներկայացրել հենց Պատկերացրեք, միջնորդություններ բերե դատախազությունը, դրանից հետո այդ միջնորդությունը ամբողջ ծավալով մեր գործընկերները, որոնք Word-ից օգտվում են, կհաստատեն, այսինքն copy են արել դա, այնուհետև paste են արել դա։ Կներեք արտասահմանյան տերմինի համար եւ նույնությամբ բերել են։ Այսինքն դատախազությունը ոչ թե բողոքարկել է ԿԸՀ-ի վերադարձնելու որոշումը, ոչ թե ինչ որ իրավական միջոց է ձեռնարկել, նույնությամբ մի քանի օր անց բերել ներկայացրել է։ Այսինքն ոնց որ սենց անալոգիա փորձեմ անել, հա, պատկերացրեք դուք մեկին մի առաջարկ արել եք, ինքը մերժում է, նույն առաջարկը նորից բերում եք, ասում եք հիմա մի մերժի։ Ու իրենք տենց են անում, էլ չեն մերժում։ Պարոն Վարդավանյան, ինչ ընթացակարգ